Ընկույզն օգտակար նյութերի և վիտամինների իսկական շտեմարան է։ Այն հարուստ է այնպիսի սպիտակուցներով, որոնք անհրաժեշտ են օրգանների և հյուսվածքների բնականon գործունեության համար։ Սակայն ընկույզն այնքան էլ դյուրամարս չէ։ Ընկույզի օրական բաժինը պետք է լինի սահմանափակ 3-ից 5 հատ։ Ընկույզը համարվում է նաև ճարպերի և օմեգա 3 ճարպաթթվի հիանալի աղբյուր, ինչը մաքրում է անոթներն ու բարելավում սրտի ռիթմը։ Ասում են ընկույզի և չամիչի խառնուրդը զգալիորեն բարելավում է սրտամկանի աշխատանքը, իսկ ընկույզի և մեղրի խառնուրդը վահանաձև գեղձի ֆունկցիան։ Սրանք միֆ են։ Ընկույզն ամբողջովին մարսվում է միայն երկար ծամելուց հետո, եթե ուզում եք հեշտ մարսվի, կերեք մանրացված վիճակում։ Կատարածված կարծիք, թե օրական 10 ընկույզ ուտելու դեպքում հիշողությունը զգալիորեն բարելավում է։ Մի հավատացեք, դա միֆ է։ Օրական 4 ընկույզ ուտելով կպաշտպանեք օրգանիզմը ռադիոակտիվ ճառագայթումից։ Ընկույզն անփոխարինելի միջոց է փորկապության ժամանակ։ Կեղևից մաքրած ընկույզը երկար պահելու համար կարելի է դնել փայլատի թեղի մեջ, ապա տեղավորել սառցախցիկում։ Իսկ եթե օգտագործելու եք 1 ամսվա ընթացքում, պահեք ապակե փակ տարայի մեջ։ Ընկույզի ձիթայուղը եւս շատ օգտակար է։ Այն օգտագործում են տուբերկուլյոզի, վերքերի ու ճաքերի ժամանակ։ Հակացուցված է պսորիազի դեպքում։ Ընկույզի առավելագույն չափաբաժինը չպետք է գերազանցի օրական 100 գրամը։ Հակառակ դեպքում կարող է կոկորդի ու բերանի խոռոչի այտուց առաջանա, ինչպես նաև ուժեղ գլխացավ։ Եվ հիշեք, բնության բարիքները կարող են հրաշքներ գործել, բայց այդ բարիքներից պետք է օգտվել բժշկի խորհրդով։